Դերասանուհի Անի Երանյանը շարունակում է սոցիալական հարթակներում ակտիվ գործունեություն ծավալել։ Նա այսօր խորհրդավոր էր, ինչպես եւ իր հրապարակումներն էին։ Անի Երանյանը նոր տեսանյութ է հրապարակել, որին կցել է Սոնա Ռուբենյանի նոր հիթն ու գրել հետեւյալը. «Սիրահարվել եմ այս երգին»։ Դրանից անմիջապես հետո Անի Երանյանը նաեւ նոր լուսանկարներով է կիսվել, որոնց կցել է գրառում. «Կան անձրևներ, որոնցից հետո փողոցները չորանում են, եւ կան անձրևներ, որոնցից հետո սիրտը երբեք չի չորանում», գրել էր Անի Երանյանը։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել նաեւ այն տեսանյութերը, որոնք այսօր հրապարակել է Անի Երանյանն ու խոսել իր հետևորդների հետ։ Այսօր իմ ամենասիրած օրերից է, ինչի, որովհետև անձրևի հաջորդ օրը միշտ քաղաքը լրիվ ուրիշ երանգներ է ստանում։ Ու ես գժվում եմ այդ երանգների համար եւ այդ գույներով ներկված քաղաքը շատ ուրիշ գեղեցկություն է տալիս բնությանը։ Ու այսօր այդ բնության գեղեցկությունը նկատելու օրերից մեկն է իմ մոտ ու դա ահավոր մեծ ու լավ սիրուն էներգիա ու տրամադրություն է ինձ փոխանցում։ Ես էլ այդ ամբողջ սիրուն ու լավ տրամադրությունը փոխանցում եմ ձեզ եւ ասում եմ, որ դուք էլ փորձեք այսօր տեսնել, թե ամեն ինչ յուրովի գեղեցիկ է ձեզ լավ օր։ Այլոց, ձեզ շատ լավ նորություն ունեմ ասելու, բայց պետք է մի քիչ սպասեք, ես անհամբեր եմ, բայց քիչ մնաց, շատ քիչ մնաց, կկիսվեմ ձեզ հետ այդ լավ նորությունով, վստահ եմ, որ շատ եք ուրախանալու։ Իմիջայլոց, քանի որ հիմա երկար ճանապարհ ունեմ գնալու, կարող եք ինձ հարցեր տալ եւ ես կփորձեմ այս ընթացքում ձեզ հետ շփվել եւ պատասխանել ձեր հարցերին, որպեսզի ամել ես չձանձրանամ մենակս։ Նոր ֆիլմի գաղափար։ Հետքեր կան։ Գուցե։ Այս թեմայով ավելի ուշ կշփվենք։ Ուրեմն ասեմ, փոքր ժամանակ, երբ նայում էի ամերիկյան ֆիլմեր, ասում էի, եթե ես ծնվեի Միացյալ Նահանգներում, ես վստահաբար ինչ-որ համակարգի աշխատող կլինեի, որովհետև նայում էի այդ ֆիլմերում, ասենք, ագենտները կամ պոլիսը, որ շփում է մարդկանց, ինչ-որ բան սիտուացիաների մեջ է հայտնվում, տենց ինչ-որ ֆորմա է հագնում եւ այլն, դա տենց շատ սիրուն ու հավես բան էր ինձ համար եւ կյանքի բերմամբ ընտրեցի այն մասնագիտությունը, որը ունի դեպի բոլոր մասնագիտությունները, ունի հնարավորություն լինել բոլոր դերերում, ագենտի, պոլիսի, չգիտեմ, լավի, վատի, փրկարարի, կործանվողի, մի խոսքով ընտրել եմ ամենաճիշտ մասնագիտությունը, որտեղ կարող եմ իմ բոլոր երազանքները խաղալ։ Այս տարիների ընթացքում Անի Երանյանի կյանքի պատմությունը ամենակննարկվածն է եւ սպասվածը հանրության կողմից։ Նրանք բոլորը սպասում են Անի Երանյանի կյանքում տեղի ունեցող որևէ փոփոխության, լավ կամ երբեմն նաեւ վատ։ Անի Երանյանը հաճախ նաեւ հարցազրույցների է մասնակցել ու պատմել իր կյանքի դժվար պահերի եւ պապիկի կորստի մասին։ Նա նշել էր, որ դա իր կյանքի ամենադժվար պահն է եղել։ Իմ կյանքի յուրաքանչյուր վատ շրջանից հետո հասկացել եմ, որ ուժեղ եմ։ Իրավունք էլ չունեմ թույլ լինել։ Ժամանակ չկա դրա համար։ Իսկ կան մարդիկ, որ ամեն ինչ այնքան ծանր են տանում, լացում են, օրերով տնից դուրս չեն գալիս։ Զրպարտություններից ոչ մի վայրկյան չեմ նեղվում, երբևիցե դրանց պատճառով չեմ արտասվել։ 26 տարվա մեջ ամենադժվար շրջանն ապրել եմ 17 տարեկանում, երբ պապիկս մահացավ։ Նա էր մեր տան հույսն ու ամեն ինչը, բայց այդ էտապն էլ հաղթահարեցինք։ Այդ տարիքից սկսեցի աշխատել եւ ուժերիս ներածին չափով պահել ընտանիքս։ Ինչքան էլ հեշտ թվա, մեր ոլորտում դժվարությունները շատ են, բայց ես կարող եմ հստակ եւ բաց ճակատով ասել, որ երբևիցե որևէ մեկը ինձ համար չի բարեխոսել այս կամ այն ֆիլմում ծրագրում նկարահանվելու համար։ Չկա մեկը, առավել եւս տղամարդ, որ կարող է իր շրջապատում նման բան ասել։ Անկեղծացել էր Անի Երանյանն ու նույն հարցազրույցի ժամանակ խոսել նաեւ այն մասին, որ կինը կարող է հրաշքներ գործել։ Իմ բոլոր ժամանակների կնոջ իդեալը մայրս է։
ինչպես եւ տղամարդու իդեալը հայրս։ Իսկ առհասարակ, իդեալիզմն ինձ համար չէ։ Կին լինելն արդեն տեսակ է։ Մի միտք կա, որը ռուսերեն շատ լավ է հնչում։ Для того, чтобы понять женщину, нужно ею бить։ Իսկապես, կինը հրաշքներ է գործում։ Մարդ է ձևավորվում կնոջ արգանդում, հենց նրան է տրված այդ առաքելությունը կոչվել մայր։ Հենց նա է դաստիարակում մարդ եւ լինում հրաշալի կողակից ու ընկեր ամուսնու համար։ Չէ որ ոչ մի տղամարդ չի պատկերացնում իր կյանքը առանց կնոջ։ Կինը գեղեցիկ է, անսահման ուժեղ եւ համբերատար, կամակոր եւ նեղացկոտ, ներողամիտ, տիրապետում է մանիպուլյացիայի արվեստին, իսկ վերջում շատ գեղեցիկ ձևով հասնում է իր ուզածներին։ Չէ որ դա շատ կարևոր է։ Ի վերջո, կնոջ պատճառով են եղել պատերազմներ, հաշտություններ եւ դեռ կլինեն։ Անկեղծացել էր Անի Երանյանը։ Անին նաև նշել էր, որ կյանքն առանց սխալների չի լինում։ Նա նշել էր, որ եթե սխալվել է, միշտ պատրաստ է ներողություն խնդրել։ Իհարկե, եղել են նման դեպքեր։ Ցավեցնել մարդուն եւ ներողություն չխնդրել նշանակում է եւս մեկ անգամ ցավ պատճառել։ Ես միանշանակ ներում եմ իմ ներսում, բայց չեմ մոռանում։ Հիշաչար չեմ, ուղղակի հիշողությունս է շատ լավ։ Լինում են դեպքեր, որ ներելուց հետո միևնույն է, ոչինչ չի փոխվում։ Այդ մարդը մեկընդմիշտ իմ շրջապատից եւ իմ սրտից դուրս է գալիս։ Չնայած, ինչ ներելու մասին է խոսքը, եթե Աստված մեզ ամեն օր է ներում։ Ով ենք մենք, որ միմյանց չներենք, նշել էր Անին։ Անիի անձնական կյանքը այս տարիների ընթացքում երևի թե ամենակննարկված թեման է։ Անին նշում է, որ սերը երբեք չի մեռնում։ Այժմ էլ այն կարծիքին եմ, որ եթե սիրում ես, չես կարող մի օր արթնանալ եւ հասկանալ, որ զգացմունքն անհետացել է։ Պարզապես դիմացինի քայլերը շատ դանդաղ սպանում են քո սերը։ Դրա համար էլ կարծում եմ, որ սերը չի մեռնում, նրան սպանում են, նշել էր Անին։ Միևնույն ժամանակ դերասանուհին խոսել էր տանը մնալու կարծրատիպային մտածելակերպից ու նշել հետևյալը. «Դեռ չեմ մտածում ընտանիք կազմելու մասին, մամա դառնալու մասին, չնայած մեկ-մեկ ուզում եմ 3-4 տարեկան երեխա ունենալ, սիրուն հագցնել, որևէ տեղ տանել։ Անձնական կյանքումս ամեն ինչ լավ է, բայց այնպես էլ չէ, որ վաղը կամուսնանամ։ Վաղ ամուսնության միակ դրական կողմն այն է, որ երիտասարդ ծնող ես լինում, ինչպես իմ ծնողներն են։ Դեռ պատրաստ չեմ դրան, իմ ազատությունը շատ կարևոր է, պաշտում եմ այն։ Շուշան տատիկս միշտ ասում է. քո հարսանիքն էլ տեսնեմ, Անի ջան, ու էլ ոչինչ չեմ ուզում։ Ես էլ պատասխանում եմ, որ այդ դեպքում 50-ում նոր կամուսնանամ։ Չեմ վախենում տանը մնալուց, եթե չամուսնանամ, ուրեմն ինձ համար այդպես ավելի լավ է։ Երկրպագուների պակաս էլ չունեմ, բայց ամուսնական կյանքին պատրաստ չեմ, ներվ չունեմ, դեռ ժամանակը չէ։ Չնայած կնոջ համար աշխարհի ամենալավ հաճույքն է մայր լինելը։ Չկա կատարյալ մարդ, բոլորս էլ հարմարվում ենք միմյանց։ Այս ամենը Անին ասել էր տարիներ առաջ, իսկ ահա վերջին 2 տարվա ընթացքում անընդմեջ շրջանառվում է Անի Երանյանի եւ Մհեր Բաղդասարյանի սիրո գեղեցիկ պատմությունը։ Եվ իր վերջին հարցազրույցի ժամանակ Անին խոսել էր իր եւ Մհեր Բաղդասարյանի հարաբերությունների մասին։ Նույն հաղորդման ընթացքում Անին անդրադարձել էր նաեւ շատ այլ հարցերի։ Նա խոսել էր Միացյալ Նահանգներ տեղափոխվելու եւ իհարկե Հայաստանի եւ իր ընտանիքի հանդեպ անսահման կարոտի մասին։